Վերջին 4 տարիների ընթացքում մեր երկրում 17 զանգերի կենտրոն է բացահայտվել, որոնք զբաղվել են ներդրումային խարդախությամբ։ Թիրախում եղել են օտարերկրացիները, զանգահարելով մարդկանց առաջարկել եւ համոզել են ներդրումներ կատարել։ Այն օտարերկրացիները, որոնք հավատացել են առաջարկին, գումարներ են փոխանցել։ Այսպիսով հազարավոր մարդիկ միլիարդավոր դրամական միջոցներ են կորցրել։ Իրականացող քրեական վարույթներով 56 մեղադիալների մասով քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, որից 38 մեղադիալի մասով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ 18 մեղադիալի մասով դատաքննությունը շարունակվում է։ Որևէ քրեական գործով դեռևս արդարացման դատավճիռ չի կայացվել։ 29 մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։ Մեղադրյալները մինչ օրս ընկած ժամանակահատվածում 954 միլիոն 500,000 դրամի չափով գումար են մուտքահայտվել պետական բյուջե որպես հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցներ եւ դատարանը իր եզրափակիչ դատավարական ակտով կանդրադառնա այդ դրամական միջոցների բռնագրավման հնարավորության հարցին։ Արդյոք տուժողները կարող են վերադարձնել իրենց գումարը, քննիչը նշում է։ Միջազգային իրավական համագործակցության շրջանակներում այս քրեական վարույթով տուժող օտարերկրացիներին պարզաբանվում է տուժողի իրենց իրավունքների, այդ թվում նաև դատարան գույքային հայց ներկայացնելու իրավական հնարավորության մասին։ Եթե տուժողների կողմից ներկայացվի գույքային հայց դատարան, հետևաբար արդեն իսկ դատարանը իր վերջնական եզրափակիչ դատավարական ակտով անդրադարձ կկատարի, թե գույքային հայց ենթակա է բավարարման, թե ոչ, ում օգտին եւ ինչքան գումարի չափով։ Դեռևս դատարան գույքային հայց չի ներկայացվել։ Զանգերի կենտրոնների աշխատակիցները ինչպես օտարերկրյա, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Ստացել են $800-ից $1,000 աշխատավարձ, նաև բոնուսային հավելավճարներ խաբեության գումարներից 10-ից 16%։ Գրեթե բոլոր աշխատակիցները տեղեկացված են իրենց կողմից հանցավոր գործունեության իրականացման վերաբերյալ, ավելին հանցավոր կազմակերպության ղեկավարները վերջիններիս հավաստիացնում են, որ իրենք ունեն հովանավորներ եւ իրենց կողմից կատարված հանցագործությունը չի բացահայտվելու։ Իդեպ, դեպքեր եղել են, երբ Հայաստանի քաղաքացիներն էլ տուժել են օտարերկրյա պետություններում գործող զանգերի կենտրոնների հանցավոր գործունեությունից։ Ինչպես որ Հայաստանի Հանրապետությունում ենք իրականացնում զանգերի կենտրոններում խոզարություն, այդ թվում նաև Բելարուսի Հանրապետությունում է իրականացվել խոզարություն զանգերի կենտրոնում, եւ ինչպես որ մենք ենք օտարերկրյա քաղաքացիների տվյալները ձեռք բերում խոզարության ընթացքում, այդպես էլ Բելարուսի Հանրապետությունում իրականացված խոզարության ընթացքում ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները, որոնք ենթադրաբար տուժել են։ 30-ից 40 տուժած քաղաքացիների տվյալներ կան։ Նրանք պետք է հարցաքննվեն եւ եթե պարզվի, որ նշված հանցագործության պատճառով իսկապես գումար են կորցրել, հետագայում պետք է գույքային հայց ներկայացնեն Բելարուսի Հանրապետությունում քննվող քրեական վարույթով։ Այսպիսով քննիչը հորդորում է չհավատալ շահույթ ստանալու նպատակով ներդրումներ կատարելու կասկածելի առաջարկներին, դրանց մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Ինչ վերաբերում է կեղծ զանգերի կենտրոնում աշխատելու առաջարկն ընդունելուն, քննիչը նշում է, կարճ ժամանակահատվածում հանցավոր գործունեությունը բացահայտվելու է, մեղսագրվելու է ծանր հանցանքների կատարում։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։